Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերումն է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ պարոն Դավիթ Խաչատյանի հետ։ Ողջունում եմ պարոն Խաչատյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Օրերս լսեցի ձեր մեկ կարճ ելույթ, եթե չեմ սխալվում, ժողովրդավարության մասին այսպես ընդլայնված քննարկման ժամանակ էր դա, եւ դուք կիսվեցիք խոսում էիք ընտրությունների մասին եւ կիսվեցիք ձեր դիտարկումներով, երկու հետաքրքիր դիտարկում արեցիք, թե ինչպես կարելի է արտաքուստ պահպանել ընտրությունների ընթացքում ժողովրդավարության սկզբունքները, իսկ իրականում դրանք շրջանցել, եթե ճիշտ եմ հիշում եմ։ Կկիսվեք մեզ հետ ձեր դիտարկումներով, խնդրեմ։ Իհարկե, մենք սովոր ենք ընտրակեղծարարության մի մեխանիզմի, որտեղ կամ ընտրակաշառք է բաժանվում, ընտրության օրը կամ նախորդ օրը, կամ ընտրատեղամասում քվեները փոփոխվում են։ Այսինքն մինչև 2018 թվականը մենք համարել ենք, որ սա է ընտրակեղծիքը, եւ եթե մենք սրանից ազատվենք, կունենանք արդար եւ թափանցիկ ընտրություններ։ Հիմա ինչ է տեղի ունեցել մինչ այս թիմ ընտրություններում եւ դեռևս ինչ է սպասվում 26 թվականին։ Թիմ ընտրություններում մենք տեսել ենք, որ արձանագրվում են ձայները, ինչպես Երևանի դեպքում եղավ, այսինքն յուրաքանչյուր քաղաքացի իր ընտրությունը կատարում է։ Տեսել ենք, որ հավաքական ընդդիմությունը էական չի, իրանք իրար մեջ ունեն տարաձայնություն, թե չունեն, ստանում է մեծամասնություն, բայց երբ արդեն գալիս է քաղաքապետի ընտրության պահը, ձևավորվում է փոքրամասնության իշխանություն։ Այն է թե ավականու կազմում արդեն ոչ թե քվեաթերթիկն է փոխվում, այլ ընդդիմադիր մանդատը դառնում է իշխանական մանդատ։ Եվ այդպես արդեն քանի տարի է Երևանը կառավարվում է, սա է պատկերը։ Հիմա այլ երևույթ է տեղի ունենում 26 թվականին ընդառաջ, որտեղ արգելվելու են մասնակցությունները տարբեր ուժերի եւ իշխանությունները դրա պատրաստությունը տեսնում են, դիմախոսներին լրացնում, կալանավորում եւ այլն, սա էլ մեկ այլ ընտրական արդյունքը փոխելու ձև է, երբ չես թողնում ընդդիմադիր քվեն տեղ հասնի։ Այսինքն մինչ այս ընդդիմադիր քվեն տեղ հասնում էր, դառնում իշխանական ձայն, տարբեր մեխանիզմներով, ինչպես կրկին եղավ Երևանում։ Հիմա սպասվում է մեկ այլ բան, արգելել ընդդիմադիրներին մասնակցել կամ խոչընդոտել։ Երևանում ասելով քաղաքապետի ընտրությունների մասին եք խոսում, բայց այնտեղ անձերի մակարդակով էր, ճիշտ է, ընտրությունը կատարվում, այստեղ լինելու են կուսակցություններ։ Այնտեղ էլ էր կուսակցությունների։ Ահա, բայց անձերի, այսպես անձերի վրա ազդելով։ Այո։ Այդպես եղավ եւ ինչու ես չեմ պնդում, որ նույնը կլինի 26 թվականին, որովհետեւ պարլամենտական մեխանիզմները դա չեն թույլ տալիս, որովհետեւ վարչապետ ընտրելու համար բավարար չէ միայն անհատ պատգամավորների քվեարկությունը, այլ անհրաժեշտ է կուսակցության որոշումը։ Այստեղ ինչպես կարող է դա տրանսֆորմացվել եւ այդ ձեր ասած երևույթը աշխատի։ Որպես իշխանությունը սա հասկանալով, որ նման իրավիճակ չի լինելու, փորձում է ինչ անել, փորձում է սահմանափակել ընդդիմադիր ձայների հոսքը դեպի ընտրատեղամաս։ Մենք գիտենք բազմաթիվ ընդդիմադիր գործիչների կամ գործիչների, ովքեր իշխանության վարկանիշի վրա ազդում էին, որոնք այժմ կալանավորված են։ Օրինակ անվերապահ է ոչ որպես ընդդիմադիր գործիչ, բայց որպես մտահոգ հոգևորական Միքայել Աչապայանի հարցազրույցները ազդեցություն էին ունենում մարդկանց վրա, ով հիմնավորում էր իշխանությունների հակապետական քաղաքականությունը եւ իրեն կալանավորելը դա մի միջոց էր, որով իր ձայնը լրացվում են, այլևս հարցազրույցներ չի տալիս եւ իշխանության վարկանիշի վրա ազդեցություն չի ունենում։ Կամ մեկ այլ դեպքով Սամվել Կարապետյանի կալանավորումով ըստ էության խոչընդոտվում է իր ուժի մասնակցությունը, քանի որ նա իր դեմքով չի կարող մասնակցել ընտրապայքարին։ Այսինքն քաղաքական հակառակորդին ձերբակալելը դա միջազգային, այսպես ասեմ, ընտրությունների շուկայում, եթե դա շուկա կարելի ասել, ընդունելի գործելաձև է։ Արդեն այո, որովհետև մենք նույնը տեսել ենք Մոլդովայում, նույնը տեսել ենք Ռումինիայում, եւ Մոլդովայում օրինակ
ընտրության քվեաթերթիկի մեջ արկա էր մի ուժ, որի ձայները չհաշվարկվեցին, տասնյակ հազար ձայներ տարավ այդ ուժը, բայց վերջինիս ձայները չհաշվարկվեցին, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը սովորաբար գտնվում է իշխանության վերահսկողության ներքո, դուրս թողեց մրցապայքարից։ Դա մի նոր ստանդարտ է, որը արդեն առնվազն եվրոպական աշխարհի համար, որը միշտ եղել է ընտրությունների էտալոնը, արդեն ընդունելի է։ Եթե դու այդ սահմանափակումները իրականացնում ես ոչ եվրոպական ուժերի նկատմամբ իրենց ընկալումների մեջ, ապա դա լեգիտիմ է, դա կարելի է։ Հետևաբար Փաշինյանը ունի կարտ բլանշ։ Ով է ընդունում, ընդունելի է թե ընդունելի չէ, այդ դատավորները ովքեր են։ Շահառու կողմերը, ովքեր պետք է գային ուսումնասիրություն անեին, մոնիտորինգ անեին, իրենց արդեն իսկ ներկայացվել է, որ իրենք սահմանափակումները կիրառում են Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմ վարվող ուժերի կողմից, ովքեր այդ պատերազմի մաս են, բնականաբար այս եվրոպական կառույցներն էլ ասում են, դե հասկանալի է, դուք պետք է պայքարեք ռուսական հիբրիդային պատերազմի դեմ։ Ոմանք ասում են, ես ճիշտ ասած չեմ հիշում, կարծեմ դուք էլ եք այդ ձևակերպումը ձերնել է, ձեզ մոտ եմ տեսել, բայց հնչեցնեմ, Փաշինյանին հաղթելու համար անհրաժեշտ է նոր դերակատար։ Այո, դա բոլորն են ասում եւ քաղաքական գործիչներն են ասում եւ ժողովրդի մեջ էլ է խոսվում։ Այդ նոր դերակատարը ինչու չկա, կա արդյոք։ Իսկ եթե չկա, ինչու չկա։ Եվ ինչպիսին պետք է լինի այդ նոր դերակատարը, որ իսկապես իրեն հավատան, որ ինքը նոր դերակատար է։ Այդ նոր դերակատարը առ այս պահը չի եղել, որովհետև 21 թվականի ընտրություններով ձևավորվել է այնպիսի խորհրդարան, որտեղ գործող եւ նախկին իշխանությունները ամեն ինչ արել են եւ շարունակում են անել, որ նոր ուժեր չհայտնվեն, մեծ ուժեր, փոքր ուժեր, ռեսուրս ունեցող կամ չունեցող, իրենք երեքն էլ, այսինքն եւ Փաշինյանը, եւ Սերժ Սարգսյանը, եւ Ռոբերտ Քոչարյանը շահագրգռված են, որպեսզի նոր ուժեր տիրույթում չհայտնվեն։ Ինչու՞, որովհետև այդ նոր ուժերը զբաղեցնելու են իրենց տեղերը։ Եթե օրինակ նոր ուժ հայտնվի, որը նախկին չէ եւ այդ ընտրական սեգմենտի համակրությունը կարող է ստանալ, ապա այդ նոր ուժը կտանի իշխող ուժի ձայները։ Եթե մեկ այլ ուժ հայտնվի ավելի ավանդական, ավելի այն սեգմենտին բնորոշ, որը ներկայացրել է խորհրդարանում ընդդիմությունը պատիվ ունեմ ու Հայաստան դաշինք, ապա իրենց ձայներից կտանեն։ Եվ այսքան ժամանակ իրենք չեն ցանկացել, որ դա տեղի ունենա եւ ցանկացել են նույն կերպ 26 թվականին վերարտադրվել։ Այստեղ իհարկե փոփոխություններ դաշտում տեղի ունենում են, բայց ես չէի ցանկանա, որ իրենք փոխարինվեին այլ ուժերով, բայց ընդհանուր պատկերը մնար նույնը։ Ես կցանկանամ, որ 26 թվականին մենք ունենանք նոր վարչապետ, որը չի լինի Նիկոլ Փաշինյանը, եւ դա սկիզբ կդնի քաղաքական համակարգի առողջացման։ Նոր վարչապետը մենակ չի գալիս, ճիշտ է, նա քաղաքական ուժի մոտից է գալիս։ Հիմա ձեր նկարագրածով, ես պետք է հարցնեմ, ով պետք է լինի այդ քաղաքական, որը պետք է լինի այդ քաղաքական ուժը։ Ես պատկերացում ձեր ներկայացրածը փորձեմ այսպես պատկերավոր անեմ։ Ստացվում է արդյոք, որ եւ Նիկոլ Փաշինյանը եւ այսօրվա խաղացող, եթե ես սխալվեմ, դուք ինձ կուղեք, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանը, կարծես թե իրար հետ մրցակցում են, բայց բարիկադների մի հատվածում են, մյուս հատվածում, մյուս եւ քաղաքական ուժեր, եւ հասարակությունն է, եւ նրանք այսպես բարիկադներով փակվել են, որ հանկարծ ոչ ոք չներթափանցի իրենց այդ տիրույթ, որտեղ իրեն գնդակով այսպես պինգ-պոնգով իրար հետ կռվում են, խաղում են, կռվում են, հայհոյում են, պայքարում են։ Այո, շատ լավ բնորոշեցիք այն, ինչ ես ցանկանում եմ ասել։ Տեսեք, իրենց մեջ ոչ միայն պայքար է, որ իրենք երեքով մնան այնտեղ, այլ նաև իրարից փորձում են ինչ-որ ձայներ կորզել։ Եվ սա է պատճառը, որ օրինակ ընդդիմադիր երկու ուժերը Հայաստան դաշինքն ու Սերժ Սարգսյանի ուժը միմյանց գնդակ են նետում, միմյանց տիրույթ եւ դա անում են, որպեսզի միմյանցից ձայներ տանեն, այսինքն իրենք հասկանում են, որ իշխանական ձայնը իրենք չեն կարող տանել, դրա համար իրարից են փորձում այդ ձայնը տանել, բայց ամենամեծ խնդիրը այստեղ նրանում է, որ դրանով ընդհանուր իշխանության ձայների վրա ազդեցություն չեն ունենում, որովհետեւ այն մարդիկ, ովքեր իշխանամետ են, չեն ընտրելու իրենց եւ հակառակը։ Եվ այստեղ է կարևոր, որ այդ նոր ուժի դերակատարումը լինի, բայց գալով ձեր հարցին, թե ի վերջո որ ուժն է, որ դա պետք է ստանձնի, ես ցավոք կարծում եմ իրատեսության տեսանկյունից եթե նայենք, դա մի ուժ չի լինելու,
չնայած կարող է բարեբախտաբար որ այդպես է եւ ակնհայտ է որ միայն ընդդիմադիր կոալիցիան կարող է հաղթել հաջորդ ընտրություններին, որովհետեւ առ այս պահը չի ձևավորվել մի այնպիսի ուժ, որը պոտենցիալ ունի միայնակ իշխանությանը հաղթելու։ Կարող է դա լինի մի տարվա մեջ, կարող է չեմ բացառում։ Մի տարի չունենք, ընդդիմադիր, այո, մի տարի չունենք, արդեն 7 ամիս է, եթե ոչ ավելի պակաս։ Դուք ասում եք ընդդիմադիր կոալիցիա կարող է լինել, ընդդիմադիրը դեռ մի կողմ եմ դնում, կոալիցիա որևիցե ուժերը իրար չեն վստահում։ Ոչ մի ուժ իրար չի վստահում։ Տեսեք, լինախորդ հարցից մեջ ես ասացի, այո, այդ ձևակերպումը, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հաղթել պետք է նոր դերակատար, այդ նոր դերակատարի նոր լինելուն էլ չեն վստահում։ Այսինքն այստեղ այնքան է միտումնավոր իրականում պղտորվել միջավայրը, որ բոլորը բոլորին կասկածում են եւ բոլորը եւ այդ կոալիցիան ստեղծվելու հնարավորություն էլ թերևս չկա։ Գուցե ես սխալվում եմ, կա։ Այստեղ էլ պետք է նորի որոշակի պարզաբանում ունենք, հա, որն է նոր ուժը։ Դա մի նոր անփորձ անհատ չէ, որ պետք է լինի իմ կարծիքով։ Այսինքն դա մեր հասարակության մեջ որևէ դիրք, հեղինակություն, ձեռքբերում ունեցող անհատ կամ ուժ կամ մարդկանց խումբ պետք է լինի։ Իմ ընկալման մեջ նորը սա է, որովհետև եթե մենք մտածենք, որ կրկին մի անհատ, որը զրո փորձառություն ունի, որևէ բան կառավարելու, պետական կառավարման, առանց որևէ նշանակալի ձեռքբերման, ապա մենք կրկին նույն վտանգի առաջ ենք կանգնելու, ինչ 18 թվականին բոլորը հույսեր էին կապում, որ Փաշինյանը կարող է դառնալ իսկապես պետական լուրջ գործիչ։ Որովհետև կոռուպցիայի դեմ պայքարի փորձ ունի որպես լրագրող։ Դա էլ չուներ, նա ուներ կոռուպցիան բարձրաձայնելու փորձ, հիմա էլ այդ փորձը ունի եւ լավ կիրառում է, բայց կոռուպցիայի դեմ պայքար նշանակում է ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրում, որով այդ կոռուպցիան այլևս հնարավոր չի լինի իրականացնել։ Ինձ ասեք, երբ իրենք հպարտանում են, թե այս պաշտոնյաներին, անգամ գործող ԿՊԱ-ական պաշտոնյաներին կալանավորում են, որովհետեւ կոռուպցիայի վրա են բռնել։ Կոռուպցիայի դեմ պայքարը դա թույլ տալ, որ մարդը կոռուպցիայով զբաղվի եւ հետո կալանավորելն է, թե ընդհանրապես այնպիսի միջավայր ստեղծել խաղի այնպիսի կանոններ, որ դա տեղի չունենա։ Ինձ հարազատ ոլորտից ասեմ, հա, շինթույլտվությունների ոլորտը։ Խաղի կանոններն այնպիսին են, որ քաղաքապետը եւ համապատասխան ստորաբաժանման ղեկավարը մեկին կարող են նույն պայմաններում շինթույլտվություն տալ, մյուսին կարող են չտալ։ Երկու դեպքում էլ օրինական կլինի այդ որոշումը, որովհետև խաղի կանոնը հստակեցված չի, կանոնակարգված չի, թե որտեղ քանի հարկանի շենք կարելի է թույլ տալ կառուցել։ Սղոճկելու տեղեր կան, եւ դա հատուկ է արված, դա հատուկ է թողնված, որպեսզի իրենք ունենան այդ որոշում կայացնելու հնարավորությունը։ Հələ տեսնեմ, եթե շատ հստակ լիներ եւ հրապարակված տեղեկատվություն լիներ, որ այսինչ փողոցի, այսինչ հատվածում 8 հարկանի շենքից ավել չի կարելի կառուցել։ Ով կարող էր իրենց գնալ ասել, գիտեք, խնդրում եմ թողեք 13 հարկ ես կառուցեմ։ Այսինքն մի բան է կոռուպցիայի դեմ աղաղակել, այո, ասել չի կարելի, այ դու ես կոռուպցիա ես, դու ինքդ դու կաշառակեր ես, դու մյուս բանն է նախ դրանց դեմը փակել, երկրորդը իսկապես պատժել։ Մենք իսկապես պատիժ այս 7 տարվա Փաշինյանի շատ բաների մասին են խոսում, խոսք տվեց չարեց, խոսք տվեց չար։ Լավ, մենք վերցնենք մենակ այդ հատվածը, դրա մասին էինք խոսում, այդ հատվածը, որտեղ բերեցինք որպես ոլորտ, որտեղ Փաշինյանը ոնց որ թե այդ ոլորտում որպես լրագրող աշխատում էր։ Այս ոլորտում բարելավում, լավացում կարող ենք արձանագրել գոնե այս ոլորտում։ Ես ինստիտուցիոնալ իմաստով որևէ բարելավում չեմ կարող արձանագրել որևէ մակարդակում եւ հայտնի բազմաթիվ դեպքեր կան հրապարակված, այդ թվում եւ անիֆի գործունեության շրջանակներում, որտեղ միլիոնավոր, միլիարդավոր դրամներ ներդրվել են իրենց հետ փոխկապակցված անձանց բիզնեսների մեջ եւ ասում են որ սա կամ ասում են սա նորմալ է կամ ասում են դե կքննվի եւ կպարզվի այդպես նախորդ իշխանություններն էլ էին ասում կքննենք կպարզենք վերջում ոչ քննում էին ոչ էլ ինչ որ բան պարզում էին այսինքն որպեսզի Նիկոլ Փաշինյանի թիմը կարողանա պարզերես լինի հանրության առջև նա նվազագույնը անիֆի հարցը գոնե պետք է մինչև ընտրություններ մաքրի պարզեցնի մեղավորներին պատժի եթե ոչ ապա մնում է
այդ երկ իրար մեղադրելու առիթը շարունակում է տալ։ Ախր Անիֆը թարմ օրինակներից մեկն է։ Ես այն օրը գիտեք ինչ էի մտածում, քաղաքով որ շրջում էի, տեսնում էի տարբեր աղբատար մեքենաներ, էլի իմ սիրած ոլորտից, հա, երբ ես ավականու անդամ եմ, ես հարցը շատ եմ բարձրաձայնել։ Առնվազն 3 մակնիշի, տարբեր մակնիշների մեքենաներ տեսահաղպանություն իրականացնող, որը գնում է համայնքը։ Մարությանի ժամանակ, երբ ես բարձրաձայնում էի, որ հատուկ սահմանափակվում է, որ մեկ անձից գնում կատարվի, մեկ մակնիշից գնում կատարվի, ամբողջ իշխանական ռոպագանդան աշխատում էր իմ դեմ։ Հետո երբ Հայկ Մարությանը ԿՊ-ից դուրս եկավ, պարզվեց, որ այնտեղ խնդիրներ կան։ Հիմա արդեն դաշտը ազատականացվել է, տարբեր կազմակերպություններ կարող են մասնակցել եւ հաղթել։ Լավ, վերջ ինչ որ մեկը այդ հարցի պատասխանը տվեց։ Ոչ։ Որ հարցի, այսինքն դա լավ է, որ շատերն են կարող։ Այո, որ ժամանակին սահմանափակվում էր դա մնաց անհետևանք։ Ինչու սա այս օրինակը բերեցիք, երբ որ ես Անիֆի հարցը բարձրացրեցի։ Ուզում եմ ասել, որ բազմաթիվ են նման օրինակները։ Մեզ թվում է, թե այդ խնդիրը մենակ Անիֆի շրջանակներում էր, բայց եթե մենք նայենք այդ անձանց հայտարարագրերը, նրանք ակնհայտորեն իրենց եկամուտների հետ չեն համապատասխանում։ Այսինքն այս ընտրությունների թեման լինելու է դու ես կաշառակեր, չէ, դու ունես SSSS, չէ, դու էլ Անիֆ ունես։ Այսինքն այսպես մենք այս գնդակի, այս բարիկադի այս կողմի մի գնդակը գոնե դուրս բերեցինք։ Առնվազն սա շատ կարևոր թեմա է, որովհետև 18 թվականի հեղափոխությունը տեղի ունեցավ այս կոնտեքստում, այս ակնկալիքով մարդկանց կողմից, որը չբավարարվեց։ Հիմա այլ խնդիրներ էլ են ավելի կարևոր առաջացել, որոնք անվտանգային խնդիրներն են, բայց սա չի դադարում լինել եւս կարևոր խնդիր եւ չի կարելի սա չհասցեագրել։ Եվ այստեղ էլ կարևոր է որ ուժերն են սա բարձրաձայնելու են։ Ես օրինակ չեմ կարծում թե երկրորդ կամ երրորդ նախագահի թիմակիցները տեղ ունեն այս հարցի վերաբերյալ խոսելու, որովհետեւ առնվազն իրենց պաշտոնավարման ժամանակ այս երևույթի բազմապատիկը տեղի ունեցել է, բայց ինձ չի ուրախացնում, որ հիմա ինչ որ իշխանական падգամավոր ավելի քիչ է հարստացել, քան ժամանակին հանրապետական որևէ падգամավոր։ Նա չպետք է հարստանա ապօրինի միջոցներով, վերջ, սա պետք է լինի կանոնը։ Կամ հասարակությունը պետք է վստահ լինի, որ չի հարստացել այդ կողմը, այդ կասկածները դեռ կան եւ շարունակում են եւ ավելի են խորանում եւ դրա մասին բազմաթիվ Ձեր կուսակցությունը Լուսավոր Հայաստանը ինչպես է դիրքավորվելու այս ընտրություններին։ 26 թվականի ընտրությունները մենք դիտարկում ենք որպես հնարավորություն իշխանափոխություն իրականացնելու եւ բոլոր այն չիրականացված իղձերը, որոնք եղել են 18 թվականին առնվազն սկիզբ դնելու իրականացման իմաստով եւ լուծելու կամ մեղմելու բոլոր այն անվտանգային խնդիրները, որոնք սրվել են այս իշխանությունների օրոք։ Այդ հնարավորությունը մենք տեսնում ենք եւ ասում ենք, որ անպայման մասնակցելու ենք ընտրություններին, լսելի դարձնելու իմաստով։ Կոալիցիայի մասին մենք խոսել ենք 1-2 տարի առաջ ասելով, որ ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվի, այսինքն այն ուժերը, որոնք չեն ներկայացնում նախորդ ռեժիմը եւ գործող ռեժիմը, պետք է համախմբման եզրեր գտնեն։ Եվ այս ընթացքում մենք տարբեր լուսաբանված եւ չլուսաբանված հանդիպումներ եւ քննարկումներ ենք իրականացրել։ Չեմ կարող մեծ լավատեսությամբ խոսել, որ այդ համախմբումը ստացվում է, որտեղ ակնհայտորեն դեռևս որևէ պաշտոնական դրա մասին հայտարարություն չկա, բայց մենք այդ փորձը արել ենք եւ շարունակում ենք անել։ Եթե մինչև եկող տարվա սկիզբ բարձվի, որ բոլոր քաղաքական ուժերը կրկին համարում են, որ իրենք մեծ հնարավորություններ ունեն հաղթելու, ապա մենք առավել եւս այդտեղ խնդիր չենք տեսնում, որովհետեւ 21 թվականին ում հետ խոսում ենք, ասում էին դե մենք 10% ունենք։ Մի 9 ուժի հետ հանդիպել ենք, 9-ն էլ մի 10% ունեին։ Եթե այդ տրամաբանությամբ մոտենանք 26-ին Փաշինյանը ցույց կտա ով ինչքան ունի, էլի վատ իմաստով։ Եթե կստացվի այդ համախմբումը շատ լավ, դա այն է, ինչ մենք այսքան ժամանակ լոբինգ ենք արել։ Եթե չստացվի, մենք պատրաստ ենք մասնակցել մեր ցուցակով։ Դուք ձեզ համարում եք այդ բարիկադես, որ նկարագրեցի, այն կողմում թե այս կողմում։ Միանշանակ այս կողմում մենք որևէ համագործակցության եզր հանրության կողմում ոչ
Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան։ Եղած ուժերի, այսինքն Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, մենք որևէ մեկի հետ Սամվել Կարապետյանը որտեղ է։ Սամվել Կարապետյանը ստաբար այս կողմում է, որովհետև որևէ կերպ իրեն նախկին համարել չի կարելի, որևէ կերպ նա ներկայ իշխանությունների արտոնություններից երբևէ չի օգտվել, եթե կարելի է այդպես ասել, եւ նա այլընտրանքային համախմբող ուժ դառնալու հայտ է ներկայացրել։ Ինձ համար դեռ պարզ չէ, թե համախմբման տակ իրենք ինչ ծրագիր են պատկերացնում, դա հավանաբար առաջիկայում կներկայացնեն, բայց որ նման ռեսուրս եւ պոտենցիալ կա եւ դա որոշակի այդ մրցակցության մեջ առողջություն մտցնող գործոն է, ես կարծում եմ դա այդպես է։ Կփորձեք Սամվել Կարապետյանի թիմի հետ կամ ուժի քաղաքական ուժի հետ համագործակցել։ Համագործակցության մասին մենք խոսենք այն ժամանակ, երբ այդ ուժը քաղաքական իմաստով ձևավորվի, որովհետև գիտեք դեռևս քաղաքացիական նախաձեռնություն է, երբ կուսակցությունը կձևավորվի եւ համապատասխան դիրքորոշում կլինի, որ իրենք այլ ուժերի հետ համագործակցություն են պատկերացնում եւ ոչ սեփական ուժերով, սեփական ցուցակով մասնակցել ընտրություններին, ապա ես որևէ խնդիր այդ իմաստով չեմ տեսնում, բայց կարծում եմ դեռևս մի քանի ամիս սրանք։ Փաշինյան կաթողիկոս այդ հակադրությունը նույնպես այս ձեր դիտարկած այդ կետերից մեկն է հակառակորդին, նույն իհարկե կաթողիկոսը հակառակորդ չէ, բաց իմաստով նա ընտրություններին չի մասնակցում, բայց դուք Աջապահյանի օրինակը բերեցիք։ Սա նույն կոնտեքստում է պետք նայել եւ ինչ ազդեցություն այն կարող է ունենալ ա հասարակության վրա, բ Հայաստանի համբավի վրա։ Իսկ գուցե դրական, գուցե բացասական։ Վստահաբար ես այդ կոնտեքստում դիտարկում իշխանությունները փորձում են եկեղեցու կառուցվածքը կազմաքանդելով, հեղինակազրկելով նվազեցնել եկեղեցու դերը, առնվազն գաղափարական դերը 26 թվականի ընտրություններին եւ այդ իմաստով հաջողում են, չեն հաջողում եկեղեցու կառուցվածքի ներսում փոփոխություններ իրականացնելու իմաստով, այսինքն որ վերցնեն այդ կառույցը ամբողջությամբ, ինչպես արեցին շատ ոչ պետական կառույցների նկատմամբ, բայց կազմաքանդման, թուլացման իմաստով վստահաբար ստացվում է, համենայն դեպս որոշ բեկորներ արդեն տեսել ենք, որը ի վնաս մեր ազգի է, պետության, դա բնականաբար ամբողջ միջազգային մամուլով լուսաբանվեց, թե ինչպես է պատրաստ Փաշինյանը հիմնավորելու, որ նա թլպատված չէ, հա, այդ հայտնի բանագրառումը, դա ազգային խայտառակություն է, ինչ ասեմ, ես միջազգային մամուլում, որ դա կարդում եմ, գետինն եմ մտնում, որ երբ տարբեր մեր միջազգային գործընկերների հետ քննարկում ենք, բոլորը քմծիծաղով ասում են, այդ ինչ է ձեզ մոտ կատարվում։ Դե կատարվում է այն, ինչ որ նախաձեռնել է Փաշինյանը։ Ադրբեջանի քաղաքագետներից մեկի այսպես աչքովս ընկավ, դե աշխատանքի բնույթով հետևում ենք։ Վերլուծություններ մեծ եւ վերջում այսպեսի միտքեր, որը մենք հասկանում ենք, մեր քաղաքագետներն էլ են ասում, բայց այստեղ պարզ կոնտեքստից դու անգամ պարզ խոսքերով ասեց, նա ասեց հայտնի քաղաքագետը շատ մեծ ազդեցություն ունի իր ուրեմն հանրության շրջանակներում, նա ասում է այդ 300,000 ադրբեջանցիների վերադարձը, ընդհանրապես Ադրբեջանի վերադարձը պետք է դիտարկել որպես հզոր լծակ Հայաստանի վրա, քանի որ Փաշինյանը այսօր մի բան է ասում, աղը մյուս բանն է ասում, նա կայուն քաղաքական գործիչ չէ, նա կարող է հակառակ այսօր մի բան, մի խոսքով ասել, մյուս օրը հակառակ գործել, դա ասում է պետք է կարող է լինել Հայաստանի դեմ հզոր լծակ խոցելիությունը բարձրացնելու համար սարքենք երկրորդ Ղարաբաղը։ Այսինքն արդեն պարզ տեքստով նրանք փորձում են Սյունիքը իրենց հասկանալով դարձնել երկրորդ Ղարաբաղ։ Բացենք, ես կխնդրեմ ձեզ բացել այս իր միտքը եւ հիշեցնել, որ 2 տարի առաջ մեր հարցազրույցն էր, որը մենք վերնագրել էինք, որ հետեւյալ ձևով, տեսեք, Ադրբեջանը փորձելու է իրավունքներ ստանալ Հայաստանի Հանրապետության հողի վրա, ասում եք դուք 2 տարի առաջ, եւ իմ հարցն է, 2 տարի է անցել, շարունակում է Ադրբեջանը այդ ուղղությամբ աշխատել, սա եւս դրա ապացույցն է, մի խոսքով
2 տարվա ընթացքում, հասկանալով 2 տարի առաջ դրա մասին, մենք ինչ որ մի քայլ ավել առաջ արել ենք մեր անվտանգության հարցում։ Պետք է վստահաբար արձանագրենք, որ Ադրբեջանը պաշտոնական քաղաքականություն է վարում 300,000 ադրբեջանցիների վերադարձի կեղծ խոսույթի զարգացման իմաստով եւ գործնական քայլեր է իրականացնում անկախ նրանից մենք կխոսենք Արցախահայության վերադարձի մասին, որևէ պահանջ մեր կողմից կներկայացնենք թե ոչ, սա Ադրբեջանի պետական քաղաքականությունն է վարվող Հայաստանի նկատմամբ, վերջինիս ավելի խոցելի դարձնելու եւ այս օրակարգը աստիճանաբար, ոչ անմիջապես, աստիճանաբար կյանքի կոչելու իմաստով։ Այն որ Փաշինյանին իրենք չեն համարում պայմանագրաունակ, սա միանշանակ է, որովհետեւ ասում են մենք գործ ունենք նույն մարդու հետ, ով ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, եւ շատ էլ որ հիմա ասում է Արցախը Ադրբեջան է եւ վերջ, դա մեզ համար վստահելի հիմք չի։ Մենք նրան չենք վստահում եւ հետաքրքիր է որ մենք այս քննարկումները ունենում էինք Թիֆլիսում առաջին անգամ սրա մասին բարձրաձայնում, պարբերաբար հանդիպումներ են լինում մուսաֆատական կուսակցության հետ, որոնք եւս համարվում են ԱԼԴԵ-ի եվրոպական ժողովրդավարների ազատականների ալյանսի մաս եւ տարին 2 անգամ իրենց հետ չլուսաբանվող հանդիպումներ ենք ունենում եւ հնարավորություններ են լինում ոչ պաշտոնական զրույցների եւ երբեմն բնականաբար միշտ կներեք որ սրա մասին ասում եմ ծաղրական են խոսում մեր իշխանությունների հասցեին ինչքան էլ մենք փորձում ենք ասել որ դա կոռեկտ չէ եւ ասում են գիտեք նա որ հիմա այսպես դարձել է Ադրբեջանի շահերի պաշտպանը այնպես չի որ մենք դրա արդյունքում պատրաստ ենք ինչ որ զիջումների գնալ ընդդիմադիր ուժ է ասում սա այլ իշխանությունը չի ամենաարմատական ընդդիմադիրներից է ասում են մենք չենք վստահում նրան որովհետեւ նա մինչև այս հողեր ազատագրող Արցախի հայկական լինելու համար պայքարող անձ էր հիմա 180 աստիճան հակառակն է ասում դա չի նշանակում որ մենք իրեն պետք է վստահենք որովհետև եթե նա ունենա հնարավորություն հակառակ քաղաքականությունը անելու մենք վստահ ենք որ նա կունենա դրա համար մենք պետք է այդպես են ասում եւ ասում են դրա համար մենք պետք է մեր բոլոր լծակները գործադրենք դա թույլ չտալու համար այդ լծակները որոնք են անկլավների պահանջ 300,000 ադրբեջանցիների վերադարձի պահանջ միջանցքը դե արդեն ուզել են առնվազն խոստման տեսքով, փաստաթղթի տեսքով ստացել են։ Այս 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեզը ամենակեղծն է, որ կարելի է պատկերացնել։ Տեսեք ինչ է։ Այսինքն իրենք խոսում են հեռացած իբրև թե հեռացած անհատների մասին, որի թիվը ոչ ոք չի հաշվել, եւ դա փորձում են նույնականացնել բնիկ ժողովրդի իրավունքների հետ։ Մենք, որ Արցախահայությունը ապրել է դարերով այնտեղ եւ ունեցել է ինքնավարություն, այս հարցը չենք բարձրաձայնում։ Այսինքն եղել է պետական միավոր Լեռնային Ղարաբաղի ինքնավար միավոր, որը ունեցել է հստակ կառուցվածք, հստակ առանձնահատկություններ եւ խիտ բնակեցված ժողովուրդ։ Իշխանությունները ինչ են ասել են մենք չենք պահանջի Արցախահայության վերադարձ, որ իրենք էլ չպահանջեն 300,000 ադրբեջանցիների վերադարձ։ Արդեն մի կուտը կերան հավասարեցնելով այս երկու երևույթները, որոնք անհամեմատելի են։ Երբեք ադրբեջանցիները Հայաստանի կազմում ինքնավարություն չեն ունեցել, երբեք։ Մինչդեռ հակառակը եղել է, ինչքան էլ որ լղիմը եղել է Ադրբեջանի կազմում, ունեցել է ինքնավարություն, սա միանշանակ է։ Իշխանությունը փաստացի գնացել է բազմաթիվ զիջումների եւ Արցախի զիջման տեսքով, եւ Միջանցքի զիջման տեսքով, որպեսի այդ հակընդդեմ հայտարարությունների էջը համարի փակված եւ փաստորեն ամիսներ անց կամ Արցախի վերջնական հայաթափումից տարիներ անց երբ մենք որևէ պաշտոնական պահանջ չներկայացրեցինք Արցախահայության վերադարձի իրավունքի մասով հակընդդեմ պահանջը լսեցինք իրենց կողմից բացարձակ կեղծ թեզերի շրջանակներում ինչու որովհետեւ սա իրենց իրական նպատակն է Սա միայն ճնշում գործադրելու համար չէ։ Սա իրենց իրական նպատակն է հողի վրա կյանքի կոչելու, նախ որոշակի իրավունքներ ստանալու եւ ասելու, որ իրենք պետք է վերադառնան, որը պետք է լինի նաեւ բնականաբար գույքային տեսքով, ինչպես իրենք հետագայում կպահանջեն, հետագայում էլ կասեն, որ պետք է նաեւ ապահովվի վերջիներիս անվտանգությունը, քանի որ ձեր հասարակության մեջ դա հնարավոր չի իրականացնել եւ կձևավորեն նաեւ անվտանգային երաշխիքներ որոշակի իմաստով։ Եթե մինչեւ ձեր ասած բանը չգա անգամ ավտոնոմիայի ստանալը, որտեղ եթե նրանք ասում են դարձնենք Ղարաբաղ,
Սյունիքը դարձնենք մեր նշանակում է վերջ Ղարաբաղը, արդյունքում ավտոնոմիայի հավակնություններ ունենալ։ Եթե մենք 26 թվականին ձևավորենք նույն իշխանությունը, ապա համոզված եմ Փաշինյանը առաջիկա այդ 5 տարիների ընթացքում շատ հաջող կերպով այս ծրագիրը կյանքի կկոչի կամ կբերի այնպիսի իրավիճակի, որ դրա դեմ պայքարը կդառնա շատ դժվար, որովհետև 30 տարի պահանջվեց Ադրբեջանին միջազգային լեգիտիմություն ձեռք բերելու համար, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է եւ կարողացավ սանձազերծել պատերազմ, որի հակադարձումը միջազգային հանրության կողմից չստացավ, հիմա շատ ավելի կարճ ժամանակահատվածում ստանում է լեգիտիմացում 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին եւ մեր իշխանություններն էլ ասում են դե անհատները կարող են վերադառնալ։ Իրենք էլ են դա ասում են տանկերով չենք վերադառնալու, ավտոմոբիլներով ենք վերադառնալու, բայց եթե հանկարծ այդ ավտոմոբիլների վրա մի քար նետեք, այդ ժամանակ տանկերը կտեսնեք։ Շնորհակալ եմ Գովազդ հայտարարենք եթերում շարունակենք զրույցը Գովազդից հետո։ Գովազդը եթերում սիրելի հայրենակիցներ մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15,000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ Դավիթ Խաչակյանի հետ ենք զրուցում Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ։ Պարոն Խաչակյան, չեք կարծում արդյոք, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցելով, որ իրեն պատին են այսպես սեղմել ադրբեջանցիները եւ պահանջում են այնպիսի բաներ, որի մասին հենց նոր էլ խոսեցինք, Սյունիքի հեռանկարը, եթե նրանք սկսեն իրագործել, նա կհանձնի իշխանությունը համարելով, որ ես չկարողացա անել
կարողացա այսքանը անել, այ հաջորդ ղեկավարը երկրի թող փորձի խուսափել, ես կապված եմ խոստումներով գուցե կամ չգիտեմ ճնշումներով, մի քայլ հետ գնանք եւ տեսնենք Սերժ Սարգսյանը ինչու այնուամենայնիվ հանձնեց, չնայած նա ասում է ես չեմ հանձնեց վարչապետի պաշտոնը աթոռը Նիկոլ Փաշինյանին, արդյոք նույն տրամաբանությամբ էր նա դրդված։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը ինչ-որ պահի հասկանալով, որ ավելին անել չի կարող եւ միայն վնաս է, որ բերում է կհեռանա թե ոչ, այդ վարքագիծը բնորոշ է պետական գործիչներին, իսկ Նիկոլ Փաշինյանը դասական, քաղաքական գործիչ է մրցապայքարային կոնտեքստում եւ նա երբեք հոժարակամ կամ որևէ հաշվարկով իշխանությունը չի հանձնի եւ ցանկացած պահանջ, որը մինչ այս եղել է եւ դեռ կլինի արտաքին դերակատարների կողմից, նա կասի ես ամենալավը դա կիրականացնեմ։ Նա չի ասի ես հեռանամ, որ Հայաստանին մանևրելու տեղ թողնեմ։ Նա կասի ես ամենալավը դա կիրականացնեմ։ Նա ամենալավը նոյեմբերի 9-ը իրականացնողներ, հետո ամենալավը նոյեմբերի 9-ից խուսափողներ, հիմա նա լավագույնս Վաշինգտոնյան համաձայնություններ իրականացնողն է, իրերի դասավորությունը փոխվի, լավագույնս այդ փաստաթղթից հրաժարվողը կլինի։ Այս իմաստով նա ամեն ինչ անելու է իշխանության պահպանման համար, ինչու որովհետև տեսել է ինչ է լինում, երբ ուրիշի ձեռքից իշխանությունը սխլում, ինչպես նա դա արեց Սերժ Սարգսյանի դեպքում։ Սերժ Սարգսյանը ողջ առողջ է, ոչինչ չի պատահել իրեն։ Դե այդ իմաստով որոշակի կոմպրոմիսային բան կա, բայց տեսեք, նա Սերժ Սարգսյանին չի կալանավորել։ Ճիշտ է, իր մերձավոր շրջանակներին ճնշում է, բայց մի ահասարսուր բան շատ տեղի չի ունեցել։ Նա հասկանում է, որ իրեն եթե փոխարինեն այն ուժերը, ում նա ամիսներով կալանավորել է, հետապնդման է ենթարկել, որտեղ ինքը սրել է, հա, այս ամեն ինչը, նույնը տեղի է ունենալու իր նկատմամբ։ Մեկ վարքյան կասկած չունենաք, որ եթե իրեն գան փոխարինելու այն անհատները, ուժերը, որոնց նկատմամբ իրականացվել են քաղաքական ռեպրեսիաներ, Փաշինյանի իմաստով բազմաթիվ հանգամանքներ կարելի է վերահանել, որպեսզի այդ նույն քրեաիրավական գնահատականները տալ նաև իրեն եւ իր թիմակիցներին։ Եթե ռևանշի տրամաբանությամբ եք դիտարկում։ Այլ տրամաբանություն քաղաքականության մեջ նոր ղեկավար, նոր քաղաքական ուժ, այլ տրամաբանություն բոլոր տարբերակներում դա է լինելու, ով ուզում է լինի, հիմա ասենք եթե ԱԺԲ-ին վերցնենք, լավ օրինակ եմ ասում, իրենց առաջնորդները ասում են ապօրինաբար կալանավորված են եւ տարբեր դրվագներով ասում են Փաշինյանը հանցանք է գործում, այսինչ բանը իրականացնելիս, որոնք իշխանություն տիգնատականը տան։ Սերժ Սարգսյանի դեպքում ինչ տեղի ունեցավ։ Սերժ Սարգսյանի դեպքում կարծում եմ առանցքային դերակատարում է ունեցել բնականաբար Արցախի հարցը եւ Սերժ Սարգսյանը 16 թվականի ապրիլյան պատերազմից հետո այլ եղանակ չի ունեցել, քան իրականացնելու հայտնի Լավրովի պլանը, որի մասին շատ է խոսվել, եւ իր հիմնական խոստումը արտաքին դերակատարներին եղել է այն, որ ես կվերընտրվեմ եւ դա կանեմ, եւ այդ ծրագրին կգնամ, եւ թեպետ սկզբում ասում էր, որ ես անձամբ չեմ ստանձնի իշխանությունը, այլ անձ կստանձնի, հետո ասաց, որ դե այլ անձ չի համաձայնվի սա անել, ես դա պետք է իրականացնեմ, եւ դրա համար 17 թվականին հավակնեց կրկին վարչապետ ընտրվելու։ Երբ շարժումը արդեն մեծացավ, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ շատ դրա դեմն առնել չի ստացվի, բայց մյուս կողմից էլ այս արտաքին գործոնը կա, ինչ պետք է անի Փաշինյանը, պետք է ստիպված այդ ծրագիրը իրականացնի։ Դրա համար կարծում եմ շատ տեսանելի է իր հայլերի հաջորդականությունը, նրա մասին էր, որ տանք իշխանությունը Փաշինյանին, դրա համար շատ էսպես հնարավորինս հանգիստ զիջեց, ասենք մարտի 1 տեղի չունեցավ, ինչպես 2008 թվականին, զիջենք իշխանությունը, Փաշինյանը ստիպված է լինելու գնալ Արցախի հետ կապված զիջումների, մենք հողը կնախապատրաստենք քարոզչական, որ Փաշինյանը եկել է Արցախը հանձնելու, ինչպես արեցին 18 թվականից սկսած մինչև 20 թվականը, եւ երբ նա դա անի, մենք արդեն հետ կվերցնենք իշխանությունը։ Եվ հենց սա էր պատճառը, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն իր ռեսուրսները չդադարեցրեց ներդնել լրատվական դաշտում, հասարակական դաշտում, այլ մի բան էլ բազմապատկեց դա։
հնարավորինս այսինքն ընդդիմադիր քարոզչական ռուպրներ ստեղծելու իմաստով։ Այս ամենը արվում է նրա համար, որ երաշխավորվի, ապահովի կամ իր վերադարձը կամ առնվազն իր թիմակիցների կամ փեսայի կամ էլ չգիտեմ ում վերադարձը։ Սխալ հաշվարկ էր։ Հաշվարկը սխալ էր մի քանի իմաստով։ Նախ սխալ էր այն իմաստով, որ նա կարծում էր, թե Փաշինյանը կգնա այդ զիջման, այսինքն այդ ծրագիրը կիրականացվի Արցախի փոխզիջման, որը Փաշինյանը չիրականացրեց, փոխարենը բերեց պատերազմ, այսինքն հրաժարվեց փոխզիջումային ծրագրից, ինչը Սերժ Սարգսյանի կարծիքով ողջամիտ եւ անայլընտրանք էր, հնարավոր չէր դրանից խուսափել, հո պատերազմի չեն գնալու իմաստով, թե չէր գնա Ղարաբաղում ասեր, եթե հիմա չտանք Ղարս-Ղարսի փոխարեն Ստեփանակերտ ենք երկելու, եւ սխալվեց այս իմաստով, որ Փաշինյանը այդ ծրագիրը չիրականացրեց, սխալվեց նաեւ այն իմաստով, որ պատերազմի մեջ մտնելու եւ ջախջախվելու արդյունքում Փաշինյանը կարողացավ վերընտրվել։ Սա էլ իր երկրորդ սխալն էր։ Ինքը միշտ կարծել է եւ այսօր էլ է այդպես կարծում, որ Փաշինյանից ազատվելու դեպքում այլընտրանքը ինքը պետք է լինի կամ ելի եմ ասում իր փեսան կամ այլ թիմակիցները որևէ նշանակություն չունի։ Այստեղ էլ ինքը սխալվեց, որովհետեւ 21 թվականի արդյունքում ֆավորիտային ընդդիմադիր ուժը դարձավ Ռոբերտ Քոչարյանը, իր ոխերին բարեկամը, եւ այստեղ էլ նա սխալվեց։ Եվ փորձը ցույց տվեց, որ 18 թվականից հետո Սերժ Սարգսյանը որևէ քաղաքական հաջողություն չի ունեցել եւ չէր էլ կարող ունենալ։ Ինքը ամեն ինչ կարող է անել, երբ ունի փող եւ իշխանություն։ Երբ իշխանությունից զրկվում են, միտքն էլ հետը ցամաքում է։ Այս ձնագունդը, որը տեսեք, ես հիշեցի 2 տարի առաջվա մեր հարցազրույցը, նույն կետի վրա ենք։ Ադրբեջանը փորձելու է, ասում եք դուք, իրավունքներ ստանալ Հայաստանի Հանրապետության հողի վրա։ Մենք այսօր էլի այդ խնդրի առաջ ենք, ճիշտ է կանգնած։ Ինչպես կանգնեցնել։ Արդեն ստացել է, եկեք դա ֆիքսենք, որ մի քանի ամիս առաջ այդ իրավունքը ստացավ։ Ինչպես անխոչնդոտ ճանապարհ Հայաստանի տարածքի վրա, որը թեպետ իշխանությունը ներկայացնում է, որ սա ամերիկյան ներդրում է, բայց դա այդ փաստաթղթի տակ ստորագրելով Ադրբեջանը հստակ ակնհայտ երևում է, որ սա Հայաստանի պարտավորությունն է ճանապարհ տրամադրելու։ Հիմա տեսեք, երբ մենք քննարկում ենք, որ սա անխոչնդոտ ճանապարհի ներդրում է, մտնենք այս բառախաղի մեջ, եւ մենք հողը չենք վարձակալության տալիս Ադրբեջանին, այլ սա ենթակառուցվածքի ներդրում է։ Կներեք, եթե այդ ենթակառուցվածքի տակ հողն է գտնվում, այդ ենթակառուցվածքը դու կարող ես տրամադրել երրորդ կողմի, հողը չես տրամադրում, իհարկե զուգահեռ երկուսն էլ տրամադրում ես։ Դա նույնն է, ոնց որ ասես մենք Զվարթնոց օդանավակայանը տրամադրել ենք կոնցեսիոն կառավարման, բայց հողը դեռ կօգտագործենք այլ եղանակով։ Չէ, հողն էլ ենթակառուցվածքն էլ դու տրամադրում ես։ Հողի վարձակալության կամ ներդրման իմաստով որևէ տարբերություն չկա։ Ադրբեջանը այստեղ արդեն իսկ ստացել է այս հնարավորությունը եւ գալով նաեւ այս ժամանակա հիմա ակտուալ թեմաներին, այդ հացածորենի հետ կապված ներդրման, տեսեք ինչ է ստացվում։ Մեզ փորձում են ներկայացնել, որ հայ-ամերիկյան ադրբեջանական համաձայնություն է եղել, բայց դրա բենեֆիցիարը, շահողը եղել է Ռուսաստան, այդ ո՞նց է այդպես լինում։ Առաջին անգամ Չակերտավոր ինչպես իրենք են ներկայացնում, ապա շրջափակման արդյունքում շահել են երկու ԵԱՏՄ պետություններ, Ռուսաստանը եւ Ղազախստանը։ Այդ ո՞նց եղավ, որ դա ամերիկյան համաձայնության արդյունք էր։ Այդ ամերիկան այդքան բանակցել է, միջնորդ է դարձել, Տրամպը ընդունել է այս երկու պարոններին, որ վերջում Ռուսաստանն ու Ղազախստանը կարողանա հացահատիկ կամ Ինչ էր դա, ինչ ցուցադրվեց մեզ։ Դրանով ցուցադրվեց այն, որ իշխանությունները զիջեցին միջանցքը Ադրբեջանին, որտեղ ԱՄՆ-ն պարզապես դիտորդի դեր ուներ կամ վկայի, ինչպես փաստաթղթում է նշված, եւ այս երկկողմ զիջումից, այս միակողմանի զիջումից հետո միակ բանը, որ Ադրբեջանը հակընդդեմ մեզ տրամադրեց, դա իր տրանզիտային հնարավորությունն է Ռուսաստանին եւ Ղազախստանին։ Հիմա ինձ բացատրեք, եթե մենք պայքարում ենք տնտեսության դիվերսիֆիկացիայի համար, Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար, այդ ո՞նց է լինում,
որ հայ-ամերիկյան համաձայնությունների արդյունքում շահում է Ռուսաստանը եւ Ղազախստանը, որպեսզի տրանզիտը ավելի մատչելի իրականացվի։ Այսինքն Ռուսաստանից դիվերսիֆիկացիան էլի Ռուսաստանն է դա։ Դա է Փաշինյանի վարած քաղաքականությունը, հասկանում եք, ինքը գնացել է զիջել է մի բան, փորձելով դա վաճառել որպես ամերիկյան մի ներդրում, որի արդյունքում մենք նույն երկրների կողմից ապրանք ենք ստանում Ադրբեջանի տարածքով եւ դա համարում ենք մի մեծ ձեռքբերում։ Բայց հիշենք նաև մենք հեռախոսազանգ ունենք, հիմա կընդունեմ անպայման այս զանգը, մենք լսեցինք Թրամփին այդ Ղազախստանի եւ Ուզբեկստանի եւ Ղրղըզստանի մի խոսքով ներկայացուցիչների ներկայությամբ նա ասեց, ահա, տեսեք, այս ճանապարհը Թրամփի ուղին ձեզ էլ է մատակարարելու, ձեզ համարել է հրաշալի։ Այսինքն Թրամփը նպաստում է Եվրասիական տնտեսական միության ավելի լայն ինտեգրմանը։ Ընդ որում այստեղ մի կարևոր բան էլ կա։ Այս ճանապարհի այս խողովակի զարգացումը նշանակում է նաև տարածաշրջանում Վրաստանի դերի որոշակի նվազեցում։ Իսկ դա էլ կներեք վստահաբար ԱՄՆ-ը չի բխում, եթե այս տեսանկյունից նայենք, որովհետև եթե մի օր վաղ թե ուշ Ադրբեջանը կարողանա տրանզիտը իրականացնել ուղիղ ոչ թե Վրաստանի տարածքով, այլ դեպի Հայաստան, ինչը դեռևս կասկածելի եւ շատ ժամանակ կա սրան, այդտեղ Վրաստանի դերը ավելի է նվազելու եւ մեծանալու է Ռուսաստանի դերը։ Ինչու՞, որովհետեւ փաստորեն լոգիստիկան վերջնանպատակը Հայաստանի ավելի ամուր կապ ապահովելու։ Էլի դեպի Ռուսաստան է գնում, որովհետեւ Լարսի հետ կապված խնդիրներ կան։ Խոսքով Կենտրոնական Ասիան անդադ մատնանշվում էր Թրամփի կողմից, դա պարզապես հիշենք։ Հիշենք։ Շնորհակալ եմ, հեռախոսազանգ ընդունենք։ Այո, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ Տիկին Արաքելյան, բարև ձեզ պարոն Խաչատյան, ողջունում ձեզ հրավեր Գլենդելից։ Պարոն Խաչատյան, ես երկու հարց ունեմ, մեկը թրիփի հետ կապված, մյուսը նոյեմբերի 9-ի հետ կապված։ Առաջինը դուք նշեցիք, որ Ադրբեջանը ստացավ միջանցք թրիփի արդյունքում։ Ես կուզենայի իմանալ, որտեղ եք դուք տեսնում Ադրբեջանի ստացած միջանցք, երբ այս թրիփը հայ-ամերիկյան կոնսորցիումի կողմից պետք է կառավարվի, ոչ ամերիկա-ադրբեջանական, ոչ թուրք-ամերիկյան, այլ հայ-ամերիկյան եւ իդեպ անխոչնդոտը երբեք չի հստակեցել։ Հայաստանը պարտավոր է, ցանկացած պետություն պարտավոր է իր հարևաններին տրամադրել ճանապարհ, եթե ստուգվի այդ օրենսդրությամբ։ Եվ ինչպես նշեցի, Թրամփը կարող էր անդրադարձնել զուտ ամերիկյան կամ թուրք-ամերիկյան, դա հայ-ամերիկյան է, սա որտեղ է Ադրբեջանը ստացել միջանցք։ Եվ երկրորդը ձեր բազմաթիվ բանավեճերում, այսպես էլ հերոստացիով, դուք կողմ եք նոյեմբերի 9-ին, որպեսզի FSB-ն բերվի մերի, բայց ի տարբերություն որ արևմուտքը բերվի։ Սա հարցը այսպեսին է։ Պարզապես հիշեցնեմ, որ 3 տարի առաջ դուք կորցնում եք ջերմուկը, իսկ ինչ եվրոդիտորդները եւ արևմուտքը խառնվեցին 3 տարի չերեք եթե մեկ ներխուժում։ Իսկ ռուսների ժամանակ, երբ որ զուտ ռուսներին հետ էինք մենք դաշնակցում, անընդհատ ներխուժում էր Ադրբեջանը եւ Արցախը կորցրեց։ Սո եթե արևմուտքը 3 տարի փրկում է Մեղրին եւ Սյունիքը, ինչու պետք է մենք ապավինենք Ռուսաստանին նորից եւ ոչ թե արևմուտքին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ինչու եք ասում, որ Ադրբեջանը ստացավ միջանցք։ Նախ պետք է օգոստոսի 8-ի փաստաթուղթը հստակ ընթերցենք, որտեղ բառացի ձևակերպումը այն է, որ Հայաստանը տրամադրում է անխոչնդոտ ճանապարհ, անարգել ճանապարհ Ադրբեջանը հիմնական մասը Նախիջևանին կապող։ Բայց միշտ ընդգծվում է, որ պահպանելով սուվերենիտետը այդ ճանապարհի նկատմամբ, ճիշտ է։ Այո, ինքնիշխանությունը պահպանվում է։ Այո, միշտ ընդգծվում է, դա այս առանձին կքննարկենք։ Հիմա պատկերացրեք մի օր Մարիա Զախարովան հայտարարեր, որ Հայաստանը պարտավոր է Ռուսաստանին տրամադրել դեպի Իրան գնացող անխոչնդոտ ճանապարհ, եւ դա չպետք է լինի Հայաստանի ճանապարհատրանսպորտային ցանցի մաս, այլ պետք է լինի առանձին կառուցվող ճանապարհ։ Սա շատ կարևոր նրբություն է։ Ինչու՞, որովհետև Հայաստանի տրանսպորտային ցանցին Ադրբեջանը հենց վաղը կարող է հասանելիություն ունենալ հակարի կամուրջը, նորմալ վիճակում է, կարող են այդ կողմից իրենց բեռները բերել եւ անցկացնել մեր ճանապարհներով տանել այնտեղ։ Եթե այդպես լիներ, դա միջանցք չէր լինի, դա չէր լինի մի հատուկ առանձնացված ճանապարհ Ադրբեջանը
Նախիջևանին կապող։ Սա առաջին։ Ուստի սա նշանակում է, որ հստակ միջանցքային տրամաբանության մեջ պայմանավորվածություն կա, որ Հայաստանի տարածքը պետք է իրականացնի։ Ինչ դերակատարում ունի այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներդրողն են այդ ճանապարհի, որը ծառայելու է Ադրբեջանը Նախիջևանին կապելու համար։ Օրինակ, եթե մենք օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները գային եւ լինեին կոնսորցիումային կառավարիչ Հայաստանի հեկերի նկատմամբ, հանքերի կամ օդանավակայանի նկատմամբ, իրավիճակը այլ կլիներ։ Օրինակ, օդանավակայանը ծառայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այդ ներդրումը, ամերիկյան ներդրումը ծառայելու է Ադրբեջանը Նախիջևանին կապելուն։ Ինձ բացատրեք, որևէ պետություն, որ իր շահերից է գործում, ինչու պետք է իր տարածքում ներդրում ներգրավի, որ ճանապարհ ստեղծի այլ երկու պետություններ իրար կապելու համար, որը պետք է լինի անխոչնդոտ են տրամաբանության մեջ, որ հայկական մաքսավորները կամ այլ հայկական ուղեբեռներ չհատվեն դրան։ Սա հստակ հնչում է Ալիևի կողմից, որ սա մեր համաձայնության հիմքն է, ասում է, որ հայ մաքսավոր չպետք է հանդիպի մեր բեռներին, եւ վարչապետը եւ ազգային ժողովի նախագահան սա հաստատում են եւ ասում են, որ այո, մենք հասկանում ենք այս մտահոգությունը, կոնֆլիկտ է եղել, այնտեղ չպետք է լինեն հայ մաքսավորներ։ Կներեք, եթե հայ մաքսավոր այնտեղ չկա եւ դա հատուկ Ադրբեջանի համար կառուցվող նոր ճանապարհ է Նախիջևանին կապող, մենք ի՞նչն ենք քննարկում, որ սա միջանցք չի, սա վստահաբար միջանցք է։ Սա այս մասով, եթե հարց ունենանք, ես արդեն ասում եմ Շարունակեք, որտեղ ժամանակը քիչ է, նոյեմբերի 9-ին էլ ասեք, հետո նոյեմբերի 9-ի մասով առաջին ուժը, որ Արցախի հայաթափումից հետո ասել է, որ նոյեմբերի 9-ից պետք է հրաժարվել, եղել է Լուսավոր Հայաստանը։ Եվ մենք ասել ենք, որ արդեն Ղարաբաղը հայաթափվել է, բայց մեզնից շարունակելու են պահանջել 9-րդ կետի կատարում։ Եվ այն ժամանակ միջազգային իրավիճակը իրադրությունը այնպիսին էր, որ բոլորը մատ էին թափ տալիս Ադրբեջանի վրա էթնիկ զտում իրականացնելու համար, չնայած չէին ասում, որ էթնիկ զտում է, բայց շատ լարված շրջան էր Ադրբեջանի համար։ Եվ եթե Հայաստանը այդ ժամանակ հրաժարվեր դրանից, ապա ստիպված չլինի հետո օգոստոսի 8-ին այլ եղանակներով այդ անխոչնդոտ ճանապարհը տրամադրելու։ Մենք ասում ենք հրաժարվեք նոյեմբերի 9-ից։ Իշխանությունները սա չարեցին, անցավ դրանից 1-2 տարի, Ադրբեջանը շարունակում էր պահանջել անխոչնդոտ ճանապարհի տրամադրումը, որը ելի ակնհայտորեն միջանցքային տրամաբանությունից էր բխում։ Մենք ասում ենք, եթե չեք ուզում դա կատարեք, ապա պահանջ ներկայացրեք, ասեք, որ մենք ստորագրել ենք անխոչնդոտ ճանապարհ ձեզ տանք նոյեմբերի 9-ի համաձայն, դուք էլ պարտավոր եք ռուս խաղապահների ներկայությունը ապահովել Ադրբեջանի տարածքում, պահանջեք բոլոր այն կետերը, որոնք հայանպաստ են, որը ձեզ բանակցային հնարավորություն կտա ինչ որ կերպ չեզոքացնելու սա։ Այսինքն մենք ոչ թե լոբինգ ենք արել, որ ՖՍԲ-ն գա կանգնի Սյունիքի ճանապարհներին, այլ մենք լոբինգ ենք արել, որ այս փաստաթուղթը դրվի սեղանին եւ այս բանակցային հիմքով հնարավորություն ստեղծվի չեզոքացնելու այդ պահանջը։ Իշխանությունը ինչ արեց։ Նոյեմբերի 9-ից չհրաժարվեց, հայանպաստ կետերը նոյեմբերի 9-ի Արցախահայության վերադարձ, գերիներ, տեղահանվածների վերադարձ, այս ամենը դրեց մի կողմ, գնաց այլ փաստաթղթով Ադրբեջանին տրամադրեց միջանցք, որը որպես ձևակերպում նույն ձևակերպումն է գրեթե չհաշված ՖՍԲ-ի ներկայությունը, ինչ նոյեմբերի 9-ին, բայց եթե նոյեմբերի 9-ին մենք այդ զիջմանը գնում էինք, որովհետև կարողանում էինք ապահովել Արցախահայության վերադարձը, առնվազն 3 տարի ապրեցին պատերազմից հետո 20 թվականի, այս դեպքում մենք դա էլ չունենք, եւ այս աբսուրդային պայմաններում մենք չենք հասկանում ինչպես կարելի է հրաժարվել նոյեմբերի 9-ից, հետո չդենոնսացնել, այսինքն ստորագրությունը հետ չկանչել, ասել շարունակ պարտավոր ենք անխոչնդոտ ճանապարհը տալ, հետո տալ այդ անխոչնդոտ ճանապարհը ոչնչի դիմաց կամ նրա դիմաց, որ ռուսական ուղեբեռները արդեն երկաթգծով գան եւ ոչ թե Լարսով։ Այսինքն օգոստոսի 8-ը լսել եմ ես էլի այդ նույն թեզը, դա հավասար է նոյեմբերի 9-ին առանց ՖՍԲ-ի։ Նոյեմբերի 8-ը
Դա այդպես գրված է։ Այդ Դա այդպես գրված է։ մասին որոշումը հավասար է։ Մենք դրա մասին վերլուծություն անգամ անիմաստ անենք, որովհետև պարզապես կարելի է բացել եւ այդ երկու կետերը կարդալ, սուվերենության մասը մոռացանք նշել։ Որոնց սուվերենության մասով երբևէ որևէ կողմ, եթե մենք նայենք, ոչ Ռուսաստանը եւ ոչ էլ Ադրբեջանը չեն ասել, որ մենք տարածք ենք պահանջում կամ արտատարածքային միջանցք ենք պահանջում։ Անխոչնդոտի մեջ է պարունակվում ամբողջ իմաստը։ Տեսեք, այն ժամանակ առնվազն պատերազմից 1 տարի անց 21 թվականին Ալիևը ասում էր, որ ինչպիսի ռեժիմ կլինի Լաչինում, Լաչինի միջանցքի դեպքում, որը հստակ միջանցք էր գրված, այդպիսի ռեժիմ էլ թող լինի այս անխոչնդոտ ճանապարհին։ Եվ այստեղ որոշակի տրամաբանություն կար, եւ հայաստանյան իշխանությունները եղել է ժամանակ, ես գիտեմ, որ քննարկել են, որ եկեք համաձայնենք, որ Լաչինում լինի մաքսակետ, որպեսի մաքսակետ լինի նաեւ այս ճանապարհին անխոչնդոտ, որտեղ կար տրամաբանություն, հայելային տրամաբանություն կար։ Ներողություն, ժամանակը իմ սպառվել է ABC TV, սիրելի բարեկամներ, մեր եթերաժամը ավարտվել է, բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք կարող եք շարունակություն ունենալ, որտեղ միտքը կիսատ մնաց մեր բանախոսի, շարունակելու ենք մենք այս հարցի քննարկումը, նաև մեր ուղիղ եթերը, եթե կարող եք դիտել, մեր Patreon-ում ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարին ընձեզ, եւ ներող եղեք, շարունակում ենք։ Ուրեմն մենք խոսում ենք սուվերենության հարցը եւ ինչու եք դուք էլի նորից հետ գնում, ասում այսպես եղավ, այնպես եղավ, Լաչինի հետ եք համեմատում այսօր ինչպես է լուծվում այդ հարցը ճանապարհի։ Որ գրված է սուվերենություն, դա չի նշանակում, որ այդ սուվերենությունը ապահովելու է։ Հիմա ինձ խնդրում եմ ասեք, եթե մենք ունենք գրված է տարածքային ամբողջականություն, ճիշտ է։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոտնահարված է, շարունակում է ոտնահարվել եւ այս իմաստով որևէ միջոց չի ձեռնարկվում այս խնդիրը։ Ավելի հստակ այդ ձևակերպումը ընդունեցի, լսեցինք, բայց ինչպես է ոտնահարվում։ Հայաստանի տարածքները օկուպացված են։ Ջերմուկից տարածք ունենք օկուպացված, Սյունիքից տարածք ունենք օկուպացված, եւ ասում են մենք կսկսենք դելիմիտացիա ոչ այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը ունի ինչ որ վերադարձնելու բան, այլ այն հատվածներում, որտեղ Հայաստանը կրկին պետք է զիջում իրականացնի։ Այդպիսի տարածքային ամբողջականություն որտեղ եք տեսել։ Ես չեմ պատկերացնում նման բան։ Ինքնիշխանության մասով Ադրբեջանը ճանաչում է մեր սուվերենությունը, ինքնիշխանությունը, քանի երկիր գիտեք, որ ճանաչում է մյուսի ինքնիշխանությունը եւ սուվերենությունը, բայց պահանջում է, որ սահմանադրությունը փոխվի տվյալ երկրի, քանի երկիր նման գիտեք։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ճանաչեց Կոսովոյի անկախությունը, բայց Սերբիային ոչ մեկ չի ասում, որ քո սահմանադրության մեջ գրված է, որ Կոսովոն քո տարածքային ամբողջականության մասը, եթե չփոխես մենք քո վրա սանկցիաներ կիրառենք, փոխի չկա նման բան։ Ադրբեջանը մեզնից պահանջում է, կներեք, այդտեղ սուվերենության ճանաչումը ո՞նց է դրսևորվում։ Մեր սահմանության մեջ այդ էլ չկա, պարզապես բանի մեջ կա։ Մեր մոտ դա առավել եւս չկա։ Այո, չկա։ Առավել եւս։ Սուվերենության հարցը ճանապարհի հատվածում նորից հիշեցնում եմ, Ռուսաստանի հարցը ինչու է համարում, որ Ադրբեջանը ստացավ միջանցք։ Եկեք խորացնենք, եթե մինչ այս հնչող արգումենտները բավարար չեն։ Հայկական ուղեբեռները մենք որպես քաղաքացիներ, հասկանում եմ, կարող է Գլենդելում գտնվող անձը չտիրապետի այս ինֆորմացիան։ Մենք որ գնում ենք Վրաստան, Բագրատաշենով կլինի, Բավրայով կլինի, անձնագրային հսկողություն անցնում ենք, մեր բեռները, բեռնախցիկը ստուգվում է, տասնյակ անգամներ գնացել եմ եւ անձնագրային հսկողություն ենք անցնում, հարցնում են ուր եք գնում, ինչ նպատակով, հարցնում են վրացի սահմանապահները եւ ասում են, որ եւ ստուգում են բեռնախցիկը ընդհանուր առմամբ մեքենան։ Հիմա այս պայմաններում իշխանությունները արդեն իսկ խոստովանել են, որ ոչ անձնագրային հսկողություն է լինելու հայ մաքսավորի կողմից կամ ԱԱԾ-ի կողմից եւ ոչ էլ բեռների ստուգում է լինելու։ Իրենք դա թաքցնում են, ասում են էլեկտրոնային եղանակներով կիրականացնենք, անհպում եղանակներով եւ օրինակ են բերում, ասում են դե տարբեր օթանավակայաններում, որ դուք գնում եք
կարողանում եք առանց որևէ մեկի հանդիպելու անցնել։ Հետո այդպիսի բան էստեղ է լինելու։ Դա աբսուրդի գագաթն է, երբ որ երկու պետությունների սահման ես անցնում, խոսքը օդանավակայանի մասին չի։ Դու անցնում ես եւ բեռի հսկողություն, եւ անձնագրային հսկողություն։ Իրենք արդեն խոստովանել են, որ այս երկու կարևոր բաղադրիչները չեն լինելու։ Էլ միջանցքը ոնց պետք է լինի։ Հայ-վրացական սահմանում այդ հսկողությունը կա, որը մեզ բարեկամ պետություն է, բայց այս հսկողությունը չի լինելու հայ-ադրբեջանական սահմանին։ Էլ ոնց է միջանցքը լինում։ Եթե հսկողություն չկա, ոնց է միջանցքը լինում։ Դուք վտանգ եք տեսնում։ Նայած որ իմաստով, գիտեք։ Որ իմաստով։ Որ իմաստով չկա վտանգ։ Դե, եթե օրինակ նայենք այն իմաստով, որ ի վերջո Փաշինյանը պետք է իշխանությունը պահպանի, դե չի կարող չպահպանել եւ պետք է գնա բոլոր այն զիջումներին, որոնք Ադրբեջանը պահանջում է, իր իմաստով, իր տեսանկյունից նայած քաղ պայմանագրի իմաստով, այս ամեն ինչը որևէ վտանգ չի պարունակում, ինչ որ ռիսկեր շատ լավ կարող է կան, բայց դա վերընտրվելու համար է, այո։ Իր համար վտանգ չի։ Իր համար, Ես խոսում եմ Հայաստանի համար, չէ՞ որ մենք մի քիչ առաջ ասացինք, որ իսկ Ադրբեջանի քաղաքագետը դա մեր քաղաքագետները չեն, որ ամենքը ասում է ինչպես ինքն է մտածում, այնտեղ ուղիղ Ալիևի գիծն է։ Այս համաձայնությունը։ Եթե նրանք ասում են Փաշինյանի ներողություն, կրկնեմ պարզապես, Փաշինյանին վստահել չի կարելի, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խոցելիությունը ավելացնենք, բարձրացնենք Հայաստանի Հանրապետության, նշանակում է նրանք այդ ուղղությամբ գնում են, խոցելիությունը Հայաստանի Հանրապետության ավելացնում են, ինչպես կարող ենք դրա դեմը առնել։ Միայն 26 թվականի ընտրություններին Փաշինյանին հեռացնելով իր պաշտոնական քաղաքականության հիմքը դարձել է բավարարել Ադրբեջանի բոլոր պահանջները, չպահանջել այն ինչ որ Հայաստանի շահերից է բխում, իրեն տրամադրել այն ամենը ինչ իրենք են պահանջում։ Հիմա կներեք, երբ ինքը ասում է որ Արցվաշենը մենք պետք է վերադարձնենք դելիմիտացիայի արդյունքում։ Դուք լուրջ մտածում եք, որ ինքը բան է, այտենց մի ազատագրող անձը Արցվաշեն է պահանջում։ Ոչ, նա արդեն քարոզչական հենք է ստեղծում նրա համար, որ փոխանակում չի լինելու անկլավների, նա արդեն ընդունել է, որ կա Տիգրանաշեն անկլավ, կա Տաուշում անկլավ, եւ չի փոխանակվելու։ Ադրբեջանցիները գալու են եւ կանգնեն այդ գագաթին Տիգրանաշենի։ Հիմա դուք հարցնում եք ո՞րն է սրա պայքարելու, սա թույլ չտալու ձևը։ Սա քաղաքական լուրջ հարց է։ Քաղաքական հարցը լուծվում է քաղաքական ճանապարհով, որը 26 թվականի ընտրություններն են։ Սա Փաշինյանի նախընտրական խոստումն է, լավ, այսպես ասենք, Ալիևին ուղղված։ Ասում է, իմ անկլավի հետ կապված ես շարունակում եմ պահանջել, ձերը ձեզ կտամ, որ հետո ասի, ես չէի էլ կարող Արցվաշենից հրաժարվել։ Որովհետև հիմա կարող էր չէ՞ այս հարցը փոխանակման տարբերակով փակել, կամ կարող էր չէ՞ ասել հիմնավորեք որ ընդհանրապես նման անկլավ կա։ Եթե հիշում եք, նա սկզբում ասում էր մենք փոխանակելու բան ունենք, կարող ենք այդ հարցը այդպես լուծել։ Սկզբում նա փոխանակման մասին էր խոսում։ Հիմա նա արդեն ասում է, ես Արցվաշենը զիջել չեմ կարող, ես պահանջում եմ Արցվաշենը։ Ինչու է սա այդպես ասում։ Որովհետև հասկացել է, որ զիջման հնարավորություն չի լինելու։ Ադրբեջանը մեզ նման նվեր չի մատուցելու։ Նախ չկա որևէ իրավական հիմնավորում, որ Արցվաշենը, որ Տիգրանաշենը երբևէ եղել է ադրբեջանական անկլավ։ Նման իրավական հիմնավորում չկա։ Կա քարտեզի վրա վերցված մի կլորակ, որի հենքը ինչ որ մի քանի ադրբեջանցիների սեփականության վկայականներն են։ Շնորհակալություն, որպեսզի ավարտենք հեռուստադիտողի հարցը, վերջին իմ հարցը, ավելի լավ կլիներ նոյեմբերի 9-րդ կետի կատարումը լիներ այն տրամաբանությամբ, որով նա այն գրված էր, թե ավելի լավ է օգոստոսի 8-ի պայմանավորվածությամբ այս ձևաչափով այդ ճանապարհի տրամադրումը։ Դե կրկին լավն ու վատը հարաբերական է։ Նոյեմբերի 9-ը Արցախի տարածքում պատերազմի դադարեցման եւ Արցախահայության վերադարձի մասին էր եւ Արցախը հայկական պահպանելու մասին էր։ Կետի մասին է խոսքը։ Չէ, ես փաստաթուղթն եմ ասում, հնարավոր չի մի կետ առանձնացնել։ Դե փաստաթղթի կետերը արդեն Չէ, ես նկատի ունեմ 20 թվականի նոյեմբերի 9-ին, երբ դա ստորագրվեց, դրա նպատակը դա էր։ Եթե մենք նայում ենք Արցախի հայկական պահպանման իմաստով, նման բան օգոստոսի 8-ին չկա եւ անգամ Արցախահայության վերադարձի իրավունքը, որը կարող էր հռչակագրային արձանագրվել, դա էլ չկա։ Ուստի այս իմաստով, եթե համեմատենք որն է լավ, որը վատ, պետք է նախ պատասխանենք այն հարցին, մեզ համար Արցախը հայկական պահպանելը ուներ նշանակություն, թե չուներ։ Ես մեր հանրային տիրույթում տեսնում եմ գործիչների, որոնք
շարունակում են պնդել են ինչ որ Փաշինյանն է ասում, որ Արցախը մեր վզից կախված թոք էր, որից ըստ էության պետք է ազատվենք եւ հնարավորություն ստանայինք դուրս գալու Ռուսաստանի ազդեցությունից։ Դուք խուսափում եք իմ հարցի պատասխանից։ Դուք հարցը ուրիշ ուղղությամբ տարաք։ Ես հարցնում եմ 9-րդ կետով այդ ճանապարհի տրամադրումներ ավելի ճիշտ թե ավելի լավ, մենք ունենք այն, ինչ ունենք արդեն։ Բոլոր կետերը նոյեմբերի 9-ի մենք գիտենք դրանց ճակատագիրը։ 9-րդ կետը եւ օգոստոսի 8-ը գոյություն չունի փաստաթուղթ, որի միայն մեկ կետով դուք կարող եք ասել համեմատական անցկացրու։ Նոյեմբերի 9-ի ամբողջ ճարտարապետությունը երկու բանի վրա էր հիմնված։ Ադրբեջանը համաձայնում է Արցախահայության վերադարձին, հավաքական վերադարձին Արցախ, Հայաստանը համաձայնում է տրամադրել անխոչնդոտ ճանապարհ։ Եթե մենք համեմատում ենք սա օգոստոսի 8-ի հետ, այնտեղ կա միայն անխոչնդոտ ճանապարհը։ Հետևաբար, եթե ես ասեմ լավ էր թե վատ, ես կարող եմ ասել, որ օգոստոսի 8-ը ավելի լավն էր, քան նոյեմբերի 9-ը, եթե իմ նպատակը այն է, որ Արցախի տարածքում հայեր չապրեն։ Այդ իմաստով օգոստոսի 8-ը լավն է, բայց եթե դիտարկենք այն իմաստով, որ մեզ համար կարևոր էր Արցախը պահպանել հայկական, ապա նոյեմբերի 9-ը, որը երաշխավորեց հրադադարը եւ հրադադարից հետո տասնյակ հազարավոր հայերի վերադարձը իր բնորան, այդ իմաստով դա նոյեմբերի 9-ում կար, այնտեղ չկար։ Ուստի նոյեմբերի 9-ի այդ դեպքում ամբողջ փաստաթուղթը դուք ավելի դրական եք համարում, քան օգոստոսի։ Ես անձամբ, տեսեք, մենք հիմա ավելի շատ վերլուծական ոճով գնացինք։ Ես անձամբ ավելի դրական եմ համարում, բայց ես գիտեմ մարդկանց, ովքեր համարում են, որ մենք պետք է Արցախից ազատվենք։ Այդ մարդկանց համար նոյեմբերի 9-ը վատն է։ Դրա համար, երբ որ դուք ասում եք լավն է թե վատն է, ես խուսափում եմ ուղիղ պատասխան տալուց լավն է թե վատն է, որովհետև մի քանիսի համար լավն է օգոստոսի 8-ը, որտեղ Արցախ չկա, մի քանիսի համար, որոնց շարքին ես ինձ եմ դա ասում, ավելի լավն է նոյեմբերի 9-ը, որտեղ Արցախ կար, թե չէ, գիտեք բանը, մեր աչքերը տենց վառվում էին, որ ՖՍԲ-ն քիչ էր Իրանի սահմանին, Թուրքիայի սահմանին, մի հատ էլ Հայաստանի տարածքում ինչ որ ճանապարհ հսկել։ Դա մեծագույն զիջում է եղել ի սկզբանե։ Հիմա ուղղակի այդ զիջումը արդեն ադրբեջանցիներին է։ Ես շատ շնորհակալ եմ, ներող եղեք։ Սիրով։ Դավիթ Խաչատյաններ մեր զրուցակիցը, սիրելի հայրենակիցներ, Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ։ Զրույցը վարում էր Գայանե Արաքելյանը։ Բարին ընձեզ։